Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության երկրորդ փուլի հայտագրումը, դիմումները կընդունվեն առցանց մինչև մայիսի 10-ը։ Հունվար-փետրվարին առաջին փուլին մասնակցած դիմորդները նույնպես պետք է հիմա դիմում հայտ լրացնեն, եթե անգամ ստացած միավորը բավարար է և հունիսին անցկացվելիք քննություններին չեն մասնակցելու։ Քննությունների անցկացման կարգի, պարտադիր հայտագրման ու մնացյալի մասին Պանորամայ-ը զրուցեց գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարոն Ասիբյանի հետ, ով մեզ մանրամասն ներկայացրեց պարտադիր կանոնակարգը, որը պետք է իրականացնել մինչև մայիսի 10-ը։ Երկրորդ փուլում, այսինքն ապրիլի 15-ից սկսած մինչև մայիսի 10-ը կա ժամանակահատվածում, ինքը պարտադիր պետք է նշի բուհը և մասնագիտություն չնշելու դեպքում իր ստացած գնահատականները չեն կարող բնականաբար մասնակցել մրցույթին և ինքը մրցույթից դուրս է մնում, անկախ նրանից ինչ գնահատականներ է ստացել։ Դա է պատճառը, որ մենք մի քանի անգամ զգուշացնում ենք, նախորդ տարվա փորձ ունենալով, զգուշացնում ենք դիմորդներին, նույնիսկ մենք ուղարկում ենք իրենց մեյլերին, ուղարկում ենք դպրոցի մեյլերին, որ ձեր դպրոցի աշակերտ այսինչ դիմորդ է, մասնակցել է հունվար-փետրվար քննություններին, ստացել է դրական գնահատականներ, բայց ապրիլյան մասնագիտության և բուհի հայտագրման ժամանակ ինքը չի հայտագրվել և դուրս է մնալու մրցույթից։ Զգուշացնում ենք, նախորդ անցած տարի մենք զգուշացել ենք, այնուամենայնիվ եղել են մի քանի հոգի, որոնք դուրս են մնացել մրցույթից, բարձր միավորներ հավաքած։ Այսինքն, եթե դիմորդները չեն հասցնում սահմանված ժամկետներում հայտագրվել, ինչ է տեղի ունենում նրանց հետ։ Չեն հասցնում դիմորդները, նշանակում է մենք նաև մտածում ենք այսպես։ Անցած տարի այդպիսի դեպքեր ունեցել ենք։ Ինքը գնահատականներ ստացել է, նույնիսկ բարձր գնահատականներ ստացել։ Մենք էլ դպրոցին զգուշացնել, իրենց մեյլերին հաղորդագրություն ուղարկել, դրանով չսահմանափակվեցինք, նաև զանգեցինք իրենց հեռախոսահամարներին։ Ունեցանք դիմորդներ, որոնք ասացին, մենք այդ գնահատականները պահում ենք հեռակա ուսուցման համակարգ ընդունվելու համար։ Եվ վերջ։ Այսինքն մենք կարող ենք և չզանգարել, մտածելով այդպես, որ դիմորդը հանձնել է քննություններ հեռակայի համակարգ ընդունվելու համար։ Այս տարի ունեինք աննախադեպ բարձր մասնակցություն քննությունների։ Ըստ ձեզ ինչով է դա պայմանավորված։ Գիտեք ինչ, տեսեք, առաջին տարին, երբ որ կազմակերպեցինք, շատ քիչ է, մոտավորապես 400-ից 600 հոգի։ Եվ կարծեք թե չէին հավատում, որ սա էլ միասնական քննություններ, կարելի է մասնակցել, որտեղ իրենք այնուամենայնիվ շահում են։ Շահում է դիմորդը, շահում է ծնողը և շահում է դպրոցը։ Տեսեք, դիմորդը ինքը իմանում է իր բաց թողումները։ Դիմորդը կարողանում է ծանոթանալ այդ մթնոլորտին, պատասխանների ձևաթուղթ լրացնելու կարգին, քննության ընթացքում պահելու կարգին, բոլորին ծանոթացնում ենք։ Ծնողը իմանում է, եթե ինքը իր երեխային տվել է կրկնուսույցի մոտ և պարապում են կրկնուսույցի մոտ, երեխան իմանում է, թե ի վերջո ինչ վիճակում է գտնվում նրա գիտելիքը։ Իսկ դե հայտագրման տեխնիկական բաղադրիչների մասին մենք զրուցեցինք Միքայել Խոսրովյանի հետ, ով հանդիսանում է համակարգչային և վերլուծական աշխատանքների բաժնի ծրագրավորողը։ Վերջինս մանրամասն քայլ առ քայլ բացատրեց, թե ինչպես պետք է դիմորդները Դիմորդ.am կայքի միջոցով մուտք գործեն համակարգ և հայտագրվեն մինչև մայիսի 10-ը։ Մասնագետը նաև բացատրեց, որ դիմորդները, ովքեր նախապես արդեն գրանցվել էին համակարգում, այլևս գրանցվելու կարիք չկա, պետք է նրանք մուտք գործեն համակարգ, որտեղ ավտոմատ կերպով կբերի իրենց անձնական տվյալները, դրանից հետո կարևոր քայլ է բուհի և մասնագիտության ընտրությունը։ Քննությունների հատվածը նշում է բուհը, մասնագիտությունը, մաթեմատիկայի ասենք ֆակուլտետ, դրանից հետո գրել ենք, որ հանձնում եմ ինչ է նշանակում, պահպանում եմ ինչ է նշանակում։ Ու ոնց որ գրքային տարբերակներ ման նշած ասխանիշը, որ հասկանան, թե ինչ են անելու։ Օրինակ, եթե մասնագիտությունների 3-րդ ցանկից ես ընտրում եմ մաթեմատիկա, եւ այս վերևում ես ունեի արդեն գնահատական, տեսա, որ ես ունեի, պահպանելու դեպքում ինչ ա լինում։
գրել ենք, որ չի մասնակցում միասնական քննությանը, պահպանում է նախկին գնահատականը։ Իսկ եթե նշում է հանձնում է, մասնակցում է միասնական քննության եւ պահպանում է նախկին գնահատականը, հաշվի առնվում առավելագույնը։ Այսինքն դա ինչ է նշանակում, եթե ես նույն մաթեմատիկայից գնացել ստացել եմ, ենթադրենք 16 միավոր, իսկ ստեղ ես ունեի 18 միավոր, իմ նախկին գնահատականն ավերսում բարձր է, այն 16-ը չենք հաշվել։ Նույն ձևի պահպանելու դեպքում է լինում, բայց այս դեպքում արդեն բնականաբար ինքը քննության չի մասնակցում։ Հաջորդը տեսեք մաթեմատիկայի ֆակուլտետում մաթեմատիկա եւ անգլերեն կամ ֆիզիկա է։ Այս ամեն ինչը համակարգը ավտոմատ գիտի, թե տվյալ բուհի տվյալ մասնագիտությանը ինչ առարկաներ պետք է ինքը ցույց է տալիս։ Ենթադրենք ֆիզիկա եմ նշում, ինքը արդեն ավտոմատ հանձնում է, որովհետև չունեի սրանից գնահատական։ Այսպիսով ինչ է պարզ դառնում, որ դիմորդները, ովքեր ցանկանում են պահպանել իրենց գնահատականը եւ նրանք, ովքեր ցանկանում են նորից մասնակցել քննություններին, պետք է երկու դեպքում էլ պարտադիր հայտագրվեն։ Պարտադիր պայման է նաեւ այս փուլում բուհի եւ մասնագիտության ընտրությունը։ Քնարիկ Սահակյան, Պանորամայեմ։